Գրաշարժին երկու կողքից էլ շենքը բնավ, կռիշի այս երանգյունի մասը, 80 սանտի ինչ հաստությանոր շենքի պատիլ են կներ, 3 մետր բարձրությամբ է, այդ նույն հաստությամբ ֆրանտոններ, երկրաշարժին շենքը ես շենքի մեջն եմ եղել, երկրաշարժին շենքը այս երկու ձևի օրորվել է, ու երկու կողքից էլ օրորվա ու քաշեց ֆրանտոնները ցած թափեց երկու կողքից էլ եթե նորմալ շենքը 17 տարի չվերանորոգես է այդ կռիշը քանդվի չի մնա 37 հա 37 տարի ինչ կեղնի շենքի վիճակը այդ այնքանի գնաց փլավ Բայց ամենամեադմ կարևոր բանս ենք, վերականգնվող շենքերի առաջի հնգյակի մեջը մենք էինք, մեկ դարին որոշին, որ բերեք քանդենք թազաշինենք, աստեղից գիտես իշկան պեդ ու այս շենքից բան դուս կուկար, դի կտանեին ծախեին, իրանց եկավ թիվեր Կանալիզացիայի ջուրն է լցվել է, փակվել է, կանչեցինք, եկան նորմալ չմաքրեցին ու թողին գնացին Խնդրեմ 12 ամիս էս վիճակն է մի ադմ նայեք թե ինչ ըստեղի ջուրը սուզմակու դա քաշերը շենքի տակը Նոր կողքերն է վնասված, մեջտեղը 3-րդ կարգ է ու պիտի ենթարկվի բանի ամրացման կողքերը 4-րդ մեջտեղը 3-րդ ու լրիվ գրաձևով որ ինքը հանդիսանում է բարձրաճաշակ ճարտարապետական կառույց, որը հարմոնիկ է, որ լացնում է Գյումրի ազգային ճարտարապետության պատմական այս թաղամասում։ Ու պիտի ենթարկվի ամրացման։ Ու հետո 14-ին եկան, չգիտեմ, որտեղից ինչ եկել տարապես բնակիչների տեղյակ չեն։ Որոշել են, որ լրիվ 4-րդ կարգ է ու պիտի ենթարկվի քանդման։ Հիմա կարող եք գալ տները նայեք, մեջտեղը այդպես ահավոր վիճակ չէ, նախ այստեղ լրիվ բետոնած է, ամեն դեպքում ամուր է, մենակ այդ կողքերն է, այդ էլ կդուրը քանի օր վնասված էր, անձրևներից ու բաներից փայտ է չէ այդ բաները, քանդվել է այդքան բան, հիմա մենք դուրս գալու մտադրություն չունենք, որովհետև դուրս օրեգանք վերջ, այս շենքը էլ մենք Դες չենք եղնում։ Մի ժամանակ ասեցին դուրս եկեք, ընտանուր հեշտի մեջ բաներեք, ձեր հեշտը կհասնի տուն կդանք։ Էդ եղել իրանց առաջարկ, ուրիշ առաջարկ չի եղել։ Դրան էլ մենք համաձայն չենք, դուրս կանք ուր գնանք ու իշքան սպասենք, երբ պիտի հեշտերից հասնի։ 37 տարի շենքը պահել ենք, մենք ենք պահել, թե չէ հիմա ես չգիտեմ ինչ կլիներ։ Բավականին գեղեցիկ շենք են, հատկապես ճակատային մասը, ասենք ես հետևը բան չունեմ ասել, բայց ճակատային մասը փողոցի այդ բանին շատ համահունչ է, ինչի համար քանդենք, 19-ին ենք դիմել, այդ պատասխանն է եկել, որ 14-ին իրանք, այսինքն մենք դիմեցինք վարչապետին, այնտեղից ուղարկել էին մարզվետարան, այնտեղից է պատասխանել էին, թե 14 թվականին այսպիսի եզրակացություն է եկել, որ շենքը պիտի քանդենք։ Ու դրանից հետո հիմա երբ դիմում ենք, մարզվետարանը այդ 14 թվականի եզրակացությունն է հիմք ընդունում ու ասում է, Էդ է, հա, պիտի քանդել։ Բնակիչների պահանջն է նախ շենքը ափսոս է քանդելու, հետո քանի որ հիմա գիտենք, որ ֆինանսավորում չկա, չգիտես ինչ դե այնպիսի շենք է, որ ահագին գումար պիտի պահանջվի, որ ամրացնեն։ Գոնե երկու ճակատային այդ պատերը շարեն, մեկը կդուրը վերանորոգեն, էլի մենք կպահենք շենքը, մենք ամեկս մեր տունը ինչ որ ձևի բան կանենք, մինչև տեսնենք Չնայած հույսը չկար, ինչ-որ բան կարող է փոխվի, բայց գոնե շենքը պահենք, ափսոս է։ Անընդհատ վախենալով, ամեն անձրևից հետո մենք վախենալով բարձրանում, վախենալով իջնում ենք ներքև։ Արդեն էլ հնար չկար, այս մեր դեմի հարևանը Գևորը բերեց, կանգնեցրեց, ասեց, եթե չկանգնեցնենք, ուրեմն կփլվի վրեկս։ Մենք ուրիշներից ոչ մի բան չենք խնդրել, անընդհատ բողոքում էինք, չեն գալիս սարկում, դրա համար էլ մենք մեր ուժերով կանգնեցրեցինք այս սյունը, որ հանկարծ մեր երեխաների գլխին չփլվի։ 37 տարի անորոշ
վիճակում նստած սպասում ենք, թե երբ պիտի գան մեր շենքը վերանորոգեն, երբ պիտի մեր կրիշը փոխեն, թե մենք ենք սպասողը, շենքը ես չգիտեմ, կարող է սպասել, կարող է չսպասել։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ 30-ական թվականների կառուցված շենքը քարից գրաշաղախով երկուհարկ խորը նգողով կարելի ասել նույնիսկ 3 հարկ սպիտակի 88 թվի երկրաշարժից ստացել է ծանր վնասվածքներ ձգված շենքերին բնորոշ, որովհետև շենքի ծայրամասերը փլուզվել են մասնագետները եկեն նայել են երևում է պարզ որ քանդվել է երկրաշարժից իսկ միջին մաս տվել են 4-րդ կարգ ծայրամասերին իսկ միջնամասում շենքի պատերի լուրջ ճակեր կան որը որ միանշանակ 3-րդ կարգից բարձր է 3-րդ կարգու բարձր է երկրաշարժը թիվ 1 խնդիրն է որ այդ շենքը այս վիճակի երկրորդ կարևոր խնդիրը երկրաշարժից հետո տանիքը չի նորոգվել կրիշը եւ անձրևաջրերը, ձանհալի ջրերը լսվել են շենքը եւ առաջացրել են երկրորդական ոչ թե երկրորդային խնդիրներ ավելացնելով շենքի վատ վիճակը եւ մի խնդրեմ էլ առաջացել է երբ որ անձրևաջրերը գոյու խցանումների պատճառով դուրս տվել լսվել են նգուրները սա էլ իրեն հերթին թույլատրել է շենքի հիմքերը այս 3 խնդիրները շենքի տեխնիկական վիճակի մասին հաջորդ կարևոր խնդիրը շենքը գտնվում է Կումայրի արգելոց թանգարանի տարածքում հավանաբար մտած է հուշարձանների շարքը ոչ թե հանրապետական նշանակության, այլ տեղային նշանակության, որը պահանջում է ամրացման կամ վերականգնման հատուկ մոտեցումներ, որովհետև պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման համար կան հատուկ պայմաններ։ Սա է մյուս բարդ խնդիրն է, որ լուծումներ տալ է պետք եւ կարեւոր է որ շենքը 14 բնակարան ունի որից 10-ը թե 11-ը բնակեցված են եւ մարդկանց հետ ճպելով իսկապես սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներ են մարդիկ իրենց ուժերով ինչպես կարողացել են մի կերպ նորոգել են տեսակ մուտքի մեջ պատիքարերը չտապելու համար իրենք երկաթով հենարան են սարքել եւ այլը այդ էլ կարեւոր է որ ուշադրություն դարձվի շենքի բնակիչների սոցիալական ծանր վիճակը ես չգիտեմ հաստատ հավանաբար կարող է մտել է կարող է չի մտել մեր քաղաքում կա 92 երրորդ աշճանի ու բարձր վթարային բազմաբնակարան շենքեր սա միանշանակ բազմաբնակարան շենք է երկրորդը միանշանակ երրորդից 4-րդ առնվազն 4-րդ աշճանի վթարայինություն ունի պետք է որ մտած լինի այդ ցուցակի մեջ բայց քանի որ շենքի դիրքը բնակիչներն այդպես ակտիվ չեն եղել կա հնարավոր է որ այդ ցուցակի մեջ չմտնի ուրեմն այս ցախակողմը այս պատը համ փոկվել է շենքից համ թեքվել է համ էլ հնարան չունես երկարությամբ պատը ուղղայաց պատի հետ կապ չունի դրա համար կարող է թույլ ցնցումներից այս մասը լրիվ փլուզվի մեջտեղը չի բանանի որովհետև նրանք հորիզոնական կապեր ունեն եւ նույնը կարելի ասել են մյուս ծայրի մասին եւ երրորդ խնդիրը որը բնորոշ է ամբողջ Կումայրի արգելոց թանգարանին գոյու վիճակի բարելավումն է որովհետեւ սպիտակ երկրաշարժից հետո
գոյուղին լուրջ վնասներ կրեց եւ շատ տեղերում փակվել է։ Այստեղ այնքան վատ է վիճակը, որ ցանկացած փակվելու դեպքում մի անգամ խցանումը բացեցիր, այդ ելք չէ։ Փլուզվի ու վերջ։ Այդ ամբողջ կոյողա ջրերը շենքի դիպնել են բեսոր, վերևից կլսվի նգողները, այդ էլ հատուկ խնդիրներ կստեղծի շենքի համար եւ բնակիչների համար։ Հատկապես Հանեսարյան 5 շենքի մասով որ նշեցիք, ասեմ ձեզ որ մոտավորապես 1 ամիս ու կես առաջ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից հանրական ստացվեց Շիրակի մարզպետի աշխատակազմ ցուցակները ճշտելու մասով։ Ասեմ որ 2014 թվականին Հայ-Սենսպշին կազմակերպության կողմից եզրակացություն է տրամադրվել Հանեսարյան 5 շենքի վնասվածության վերաբերյալ ըստ այդ արդյունքների 4 դաշտյանի վնասվածություն ունի, որը ինչպես նաև մյուս շինությունները 4 դաշտյանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերը համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո ներկայացվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետագա քննարկումները ապահովելու համար։ 4 դաշտյանի վնասվածություն ունեցող շենքերը ըստ օրենքի քանդման ենթակա շինություններ են համարվում։ Իսկ ի՞նչն էր խնդիրը, որ 6 ամսում աշխատանք չարվեց։ Գումարը ետ գնաց։ Գումարը, այսպես ասեմ, օրենքի պահանջն է, որպեսզի ընթացիկ տարվա մնացած ամիսների հաշվարկով մարզպետի աշխատակազմը պարտավոր է գումարի պահանջ ներկայացնել տարածքային նախարարություն, որը արվել է։ Ունենք մենք 3 ամիս 97 միլիոն դրամի գումարի պահանջ ենք ներկայացրել, որը Շիրակի մարզպետի աշխատակազմում տրամադրվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Գումարը տրամադրվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, քիչ առաջ նշեցի, ապամոնտաժման աշխատանքներ էին սկզբից, դեպանականաբար պետք է ապամոնտաժվի շինությունը, հետո նոր շինարարական աշխատանքները սկսվեն։ Հաշվի առնելով եղանակային պայմանները, այդ գումարը չի իրացվել։ Հետ է գնացել կառավարություն։ Իսկ շինարարը ինչ-որ տուժի տուկանքի չի ենթարկվում։ Ոչ, շինարարի մեղքը չէ դա։ Ում մեղքն է։ Բնակիչների։ Ոչ բնակիչների մեղքն է, ոչ շինարարի մեղքն է։ Օրենքի պահանջը այն է, որ 24 թվականի մնացած ամիսների ընթացքում մենք գումար ենք պահանջում հաշվարկով, որ մնացել է այսինքան ամիս։ Ստանում ենք այդ գումարը իրացվում է։ Եթե ինչքան մասը որ չի իրացվում, հետո ուղարկվում կառավարություն մյուս տարվա ակնկալիքով։ Քանի որ ոչ մի ձևի չի իրականացվել այդ գումարը հաշվի առնելով եղանակային պայմանները եւ 1 ամսվա ընթացքում 97 միլիոն դրամը իրացնելու պահանջը, այդ ամեն ինչը թողնվել է 2025 թվականին։ 2025 թվականի տարեսկզբին մարզպետի աշխատակազմը նորից օրենքի պահանջին համաձայն գումարի պահանջ է ներկայացրել տարածքային կառավարման նախարարություն, որը թողնվել է նույնը, այսինքն գումար դեռևս մենք չենք ստացել։ Գումարը պետք է ստանանք մինչև պայմանագրի լուծումը, այսինքն 6 ամիսը։ Մարտի 1-ին լուծվել է պայմանագիրը։ Amur Construction ընկերությունն է եղել հաղթողը։ Իրեն հետ լուծվել է պայմանագիրը գումար չտրամադրվելու պատճառով, այսինքն շինարարական կազմակերպությանը, կապալառու կազմակերպությանը պետք է պետությունը փոխանցեր գումար շինարարական աշխատանքին իրականացնելու։ Այսինքն պետությունը ամեն դեպքում մեղավոր ժամկետը խախտում։ Մեղավորության հարցը չէ, այստեղ ֆինանսավորման հարցն է, այդ արդեն իմ կոմպետենցիաների Հասկացա։ Ամեն դեպքում բնակիչները այլևս նորից պիտի 0-ից սպասեն, նախագիծ կար, չէ՞, շենքի։ Նախագիծը 2022 թվականին է կազմվել, 15 միլիոն դրամ գումարի սահմաններում է եղել, 23 թվականին եղել է հուլիսի 4-ին եղել է առաջին մրցույթը, Անդրեաս եւ ընկերներ կազմակերպությունն է շահել 732 միլիոն դրամի սահմաններում, ելի նույն պատճառով 6 ամիս անգործություն, գումարի չներկայացում լուծվել է պայմանագիրը։ Երկրորդ անգամ 24 թվականի մարտի 15-ին պետք է կայանար, այս տեխնիկական պատճառներով չի կայացել մրցույթը։ Հաջորդ մրցույթը կայացել է 2024 թվականին օգոստոս ամսին, 6 ամիսը լրացնալու պես պայմանագիրը նույնպես լուծվել է։ Հիմա նորից նոր մրցույթ, նորից այս փուլերը պետք է անցնեն ու երաշխիքել չկա թե ժամանակին գումարը կտրամադրվի թե չէ։ Այո։